Ողջույն սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք սիրելիներս, ես նույնպես չհաշված, որ այսօր մի փոքր ինձ մոտ ալերգիա է սկսվել, չգիտեմ ինչի, մի ժամանակ շատ շուտ, դեռ Հայաստանում եղած ժամանակս ունեի ալերգիա, չէի կարող ասել ինչից է, բայց ամեն առավոտ վեր էի կենում ու ալերգիկ վիճակ էր մոտս լինում, անցավ, ահագին տարիներ էր չկար, եկա այստեղ տարին մի անգամ ամառներ հատկապես լինում ու անցնում էր մի օրով, այս տարի ահավոր շատ է, համարյա թե շաբաթը մեկ, շաբաթը երկու անգամ ալերգիա եմ ունենում, մի հատ դեղ եմ խմել, հուսով եմ շուտ կանցնի, այնքան վատ վիճակ է, որ անընդհատ փռշտում ես, այդ փռշտալուց էլ գլխացավը առաջանում, բայց հուսով եմ կանցնի, ասում են, չէ, ալերգիան դարի հիվանդությունն է ու ոչ մի բուժում չկա, չքանը գնաս անալիստ ասես է սրանից է, նրանից է, ասեն, բայց միևնույնն է, ոչ մի բուժում չկա, այդ անալիզներն էլ ապարդյուն լինում, անիմաստ տեղը գնում ես, ինչ-որ հա ասում են, ասենք թե ծառից է, ասենք թե կենդանուց է, բայց ոչ մի ինչ-որ լուրջ բուժում չկա դրա դեմ, դրա համար պետք է մի կերպ դիմանաս։ Անցած վլոգին տեսակ, որ գնացել էինք ծնունդ, առիթի էինք մասնակցելու, շատ լավ անցավ, մեր ընկերների կնոջ ծնունդներ, շատ լավ անցավ, գեղեցիկ վայրում էր գտնվում, մի փոքր ինչքան կարողացել եմ նկարել եմ, Էլմասնո քաղաքներ, այդ քաղաքը, ճիշտ ասած քաղաքը հեշտ են գնացել, ուղղակի հենց նավահանգստի մոտ էր, ռեստորաններ էր այդտեղ, հայկական ռեստորաններ, պանդոկ ռեստորաններ, տեղափոխ Բադալոնայից, Իսպանիայում ապրողները կիմանան, Բարսելոնայում Բադալոնայից տեղափոխվել էր այդտեղ այդ ռեստորանը ու այդտեղ առաջին անգամ էին գնում։ Շատ լավ անցավ, հայկական միջավայր, խոսքով ամբողջ բոլորը հայեր էին, լավ ուրախացանք, հայկական ձևով ուրախացանք եւ լավ ժամանակ անցկացրեցինք։ Իսկ ինչ պլաններ ունեմ այսօր։ Այսօր ունեմ երկու կարևոր պլան, որ աշխատելու եմ կատարեմ։ Առաջինը պետք է այս վարակույրը հանեմ լվանամ, հյուրասենյակի վարակույրը։ Երկրորդը մի քանի օրեր անընդհատ հետաձգում եմ, բայց այսօր կատարելու եմ պիլմենի եմ պատրաստելու։ Եկեք ասենք, որ պիլմենին մի փոքր աշխատատար է, բայց արդեն որոշել եմ, որ պետքա պատրաստեմ ու գնում եմ հենց հիմա պատրաստելու։ Խմորը կանեմ, հետո կգամ վարակույրը կհանեմ, այդ ընթացքում մի փոքր խմորը կհանգստանա։ Միսը արդեն հանել եմ, հիմա դժվարը խմոր պատրաստելն է։ Գնացինք առաջ, անցանք գործի։ Սիրելիներս, ես արդեն տեղափոխվեցի խոհանոց, մազերս հավաքեցի ու տեղափոխվեցի խոհանոց, որպեսզի պատրաստեմ պիլմենին։ Հիմա մի կիլո ալյուրով երևի կպատրաստեմ կամ մի փոքր ավել։ Ամբողջ ալյուրը մաղեմ ու անցնենք գործի։ Աղջիկներ ջան, այստեղ ալյուրը մաղեցի, վերջացրեցի, որոշեցի միանգամից պատրաստելուց կիլո ու կես ալյուրով պատրաստել, ալյուրը արդեն մաղել եմ, այստեղ ձու եմ օգտագործելու, 3-ից 4 հատ, 4-ը կօգտագործեմ այսօր, և ջուր, ջուրը պետք է լինի գոլից տաք, բայց ոչ սառը, ավելի շատ տաք, քան սառը։ Դա և աղ եմ օգտագործելու, երևի մոտավորապես այսքան ալյուրին, կիլո ու կես ալյուրին 1.5 կամ 2 թեյի գթալ աղ։ Ես հիմա պատրաստեմ խմորը, նորից կհանդիպենք։ Այստեղ արդեն խմորը պատրաստել եմ, հիմա ամենադժվար պահն է հասել, հունցելու պահը։ Հիմա հունցեմ, թողնեմ մի փոքր հանգստանա, այսինքն այնքան կհանգստանա, մինչև երևի մսի ֆարշը կպատրաստեմ։ Մոտավորապես մի կես ժամ, երևի մի փոքր էլ դեռ ավել, մի 40 րոպե կթողեմ, որպեսզի խմորը հանգստանա։ Հիմա մի փոքր լավ հունցեմ։ Այսպեսի խմոր ստացանք, հիմա թողնեմ, որպեսզի հանգստանա, դնեմ որևիցե ամանի մեջ, պինդ խմոր, ձեռքերին չկպչող խմոր։ որևիցե սրբիչով անպայման ծածկեմ մաքուր, որպեսզի չչորանա։
Հիմա պատրաստեմ մսի ֆարշը։ Այստեղ մոտավորապես 1.5 կիլո միս ունեմ։ Մսին կավելացնեմ 1-ից ավել 1.5 գլուխ, 1-ից ավել սոխ եւ 3 ատամիկ սխտոր։ Կավելացնեմ սև պղպեղ, աղ եւ մի փոքր հավեմ կկտրատեմ։ Ու արդեն եւ ջուր իհարկե, մի փոքր ջուր, մոտ 100 մլ։ Եվ պատրաստ կլինի արդեն մեր մսի ֆարշը։ Ահա, այստեղ արդեն պատրաստ է մսի խճողակը։ Այստեղ էլ արդեն բավականին հանգստացել է խմորը։ Հիմա սեղանը լավ մաքրեմ ու անցնեմ գործի։ Այսպիսի գնդերի կվերածեմ բոլորը, սրբիչով կփաթաթեմ, որ նորից չչորանա, ու հերթով կբացեմ, կկտրատեմ և կպատրաստեմ պիլմենիները։ Տեսեք ինչ լավ խմոր է ստացվեց ակոտիներով։ Գիտեք ինչն եմ սիրում, երբ գրտնակում ես ու գրտնակի տակ պղպջակներ են հայտնվում ու ճտճտում են։ Դա նշանակում է, որ շատ ստացված խմոր է եղել։ Համարյա թե բացեցինք, մի փոքր բարակ եմ բացում, շատ հաստ չեմ բացում, որ խմորը շատ չլինի։ Հիմա կտրատեմ համապատասխան չափով, ինչ չափ որ ցանկանաք, այդ չափով կտրատում եմ եւ ձևավորեմ։ Որևիցե օղակի մեջ մի թեյի գթար միս եմ դնում, այսպես իրար մոտեցնում եմ, ձևավորում եմ շատ հասարակ, պարզ եղանակով, ամրացնում եմ, այսպես իրար վրա եմ բերում։ Մի փոքր ամրացնում եմ, որ չբացվի, պատրաստ եմ, մնացածները նույն կերպ եմ պատրաստելու։ Ահա առաջին սկուտեղը պատրաստ է արդեն, հիմա ուղարկեմ սառցախցիկ, մի փոքր սառի, ես մինչև մնացածը պատրաստեմ։ Այստեղ արդեն կաթսայով ջուր եմ դրել, որպեսզի եռա, մեջ ավելացնում եմ մի փոքր աղ, մի հատ դափնի տերև կավելացնեմ եւ պիլմենիները կլցնեմ ջրի մեջ, որպեսզի երկնի։ Սիրելիներս, այսօրվա իմ պատրաստած պիլմենիները, հիմա ով մեզ հետ այս պահին ճաշում է, բոլորին ասում ենք բարի ախորժակ։ Ժողովուրդ ջան, եկել ենք ակցիոն, եկել ենք այն ամաններից
տեսնեմ, եթե կա, էսի ուրիշ ակցիոնը մեկ է, եթե կա այդ ամաններից գնեմ, եթե չէ, տեսնենք ճամպրուկը կա, թե չէ, մի հատ էլ նայենք, երևի այստեղից գնել ճամպրուկը։ Հետաքրքիր բան աղջիկների համար։ Տեսականին ոնց որ թե նույնն է, հիմա տեսնեմ, բայց այնտեղ ոնց որ ավելի շատ տեսականի ապրանք կար ավելի դարակները լիքներին ավելի։ Այստեղ մի տեսակ դատարկոտ է, չգիտեմ նոր են ստանում, թե չէ։ Այսի սիրուն է։ Սիրուն է, չէ։ Այսի սեզոնին, բրծավ սեզոնին։ Շատ լավն է։ Չկա են ամաններից մեր տեսած։ Չէ։ Կա գնանք, այս ինչ է, այսը։ Այսի, հանդի տեսնեմ։ Չէ, սրանցից չէ։ Այստեղ ոնց որ թե չկա։ Այս մի ակցիոնում։ Հետաքրքիր է, որ տարբեր տեղ տարբեր է լինում տեսականին։ Եկանք էլի քաղցրի բաժինը, ամուսնուս ասում է ոչ էլ ճամպրուկ կա այստեղ։ Ըստ որ մյուս ակցիոնը պետք է գնանք։ Ոչ այդ ամաններից կա, ոչ ճամպրուկ։ Ափսոս։ Շել ենք այդ ճամպրուկը մեկ անգամ ևս նայենք ու վերցնեինք։ Այս սրանք մի տեսակ հիշողություններ են, նոստալգիա է իմ մոտ, ես երբ որ Սթարում աշխատում էի օպերատոր, այն ժամանակ սրանցից շատ էինք ստանում, այս տիպիներ էինք ստանում, այս շամպայնի շշով որ կա, այս սրանցից էինք շատ ստանում, դա միայն Սթարներ բերում, այդ ժամանակ հաճելի հիշողություններ այս կոնֆետները արտնասնում։ Այս սրանից կվերցնեմ հիմա, հետո սրանից կվերցնեմ չիզկեկ կսարքենք, շատ համեղ է ստացվում։ Աստեղս միլկայից կա շատ տեսականի, բրաունի, տարբեր տեսականիներ կան։ Այսպիսի իտալական ռուլետներ կան։ Վերցրացի կակ։ Վերցրատ երկուսը։ Այստեղ նորից գցել են ապրանքը, ոչ մեկ չի վերցնի։ Այստեղ շատ կա բամբանյերկաներ, այսպես տուփերով բելգիական։ Իշքան գիտեմ բելգիական համով է լինում, բելգիական շոկոլադը համեղ է։ Ակցիոնից դուրս եկանք, ժողովուրդ ջան, ինչի համար որ գնացել էինք, էսի ուրիշ ակցիոներ, ոչ մի բան չկարողացանք գնել մեր ուզածը, եկել ենք Մերկադոնա, իրար կողքեր Մերկադոնա, որոշեցինք մտնենք։ Այն էվկալիպտա, էսի բանա, իմբիր ախենգի վրա։ Գնացինք ուրիշ բաժին, ես ժավել եմ վերցրեմ։ Այստեղ քաղցրի բաժինն ամես, բայց չի քաղցր ակցիոնից վերցրեցինք։ Սառը սուրճ ենք վերցրել, որ ճանապարհին խմելով գնանք, քանի որ էսի մեր տնից մի փոքր հեռու է, մոտ 15 րոպե ճանապարհ են գնալու։
Այս յոգուրտից վերցնեմ, շատ լավն է այս յոգուրտը։ Այստեղ կեֆիր վերցնենք։ Լավն է լինում Մերկադոնայի կեֆիրը։ Այստեղ պաղպաղակները կա, կարելի սրանց վերցնենք, էլ մանգո ինչ-որ նոր է էսի, հա, նորություն է։ Սպիտակ շոկոլադը։ Սպիտակ ու մանգո ինքը, կոկոսի։ Արի վերցնենք, փորձենք։ Տեսնենք արժե թե չէ։ Ընդհանրապես քաղցր է լինում այստեղի պաղպաղակները, բայց ուրիշ խանութ էլ չենք մտնելու, դրա համար ավելի լավ է այստեղից վերցնենք։ Ասեմ, մեր Հայաստանի պաղպաղակները շատ ավելի լավն է, քան թե այստեղինը։ Շատ քաղցր է այստեղ։ Մերկադոնայի ելակը շատ քաղցր ու լավն էր, համով էր։ Գնացինք։ Նարնջով տերամիսու սարքեմ։ Ահա, նարնջով որոշեցինք տերամիսու սարքենք, ինձ նարինջ էր պետք։ Ելակովն էլ շատ համով լինում, նարինջովն էլ երկուսն շատ համով են լինում։ Այստեղ վերջին րոպեին հիշեցինք, որ անձեռոցիկ չունենք։ Միանգամից 2 հատ վերցնենք։ Մերկադոնայից էլ մեր գնումները կատարեցինք, հիմա գնում ենք տուն։ Այս մոտ այնքան տաք է ժողովուրդ, ամառ, հələ ավելի է տաքանալը մեր շաբաթ, շատ հաճելի լավ եղանակատակ։ Տեսակ ինչ վերցրեցինք, բայց ամեն դեպքում ցույց տամ, թե ինչ գնեցինք եւ ակցիոնից, Կարիֆուրը մտել ենք առանց ձեզ, ընդհանրապես ինձ Սավոյարդի թխվածքաբլիթներն են տեղից պետք, դա ենք առել դուրս եկել, այդ ֆիրման ավելի եմ հավանում, Մերկադոնային այդքան չեմ հավանում, հիմա դա ցույց տամ ակցիոնը եւ Մերկադոնան։ Կարիֆուրից այս Սավոյարդի թխվածքաբլիթները վերցրեցինք, այս Գույոն ֆիրման, սա շատ հաջող է լինում, իմ հիշելով սրանից Հայաստանում էլ կար, այս ֆիրմայից Հայաստանում կար, շատ հաջող է լինում այս ֆիրմայի թխվածքաբլիթները։ Այս անգամ ակցիոնում միայն քաղցր առանք, այս թխվածքաբլիթները շատ լավն է, մյուս անգամ սրա մեծ է, որ ցույց տվեցի կառնեմ, որպեսզի չիզքեկ սարքենք, շատ հաջող է լինում։ Սա եմ գնել, սա անցած անգամը վերցրել էի չամիչովներ, շատ լավն էր, համեղ էր շատ, այս անգամ էլ պինաց արախիսով է, երևի թե համեղ կլինի, սա եմ վերցրել այս անգամ։ Այստեղ այսպիսի սնիկերս, մինի սնիկերսներ եմ վերցրել և խառը կոնֆետները, Twix, Snickers, Mars, Bounty, ամեն ինչ կա, Milky Way, խառը կոնֆետները, սա ավելի շատ ինձ երևի նոստալգիա վերեց, նոստալգիայի հիշողություններ արթնացրեց, ասեցի չէ, ես երբ որ Star սուպերմարկետը կար, ես այդ ժամանակ աշխատել եմ օպերատոր ու այդ ժամանակ միայն Star-ի զակասով էին, պատվերով էին ստանում, միայն Star-ի իրավունք ուներ ստանալ։ Ու երևի այդ հիշողությունները, չգիտեմ, հաճելի հիշողություններ էր, դա արթնացրեց, ես անպայման կպատրաստեմ տեսանյութ, հարցերի պատասխանները խոստանում եմ, անընդհատ խոստանում եմ, չեմ կարողանում դեռ պատրաստել, կպատրաստեմ ու կպատմեմ մի փոքր իմ մասին։ Սա այսքան դեր ակցիոնի գնումները այսքանն էին, հիմա Մերկադոնայի գնումները։ Մերկադոնայից յոգուրտ եմ գնել, շատ համեղ է այս յոգուրտը ու հատկապես սա մեղրով և ցորենով, ընդեղենով շատ համեղ է լինում, շատ համեղ է։ Սա եմ գնել կեֆիր, 2 հատ գնեցինք, մեկը մյուս տոպրակի մեջը, բավականին հաջող է Մերկադոնայի կեֆիրը։ Կեֆիր եմ գնել, երկրորդն էլ հեսա, այստեղ ելակ, այս անգամ 2 կիլո,
Մերկադոնայի ելակը բավականին լավն էր, համեղ քաղցր ելակներ են։ Սա Մերկադոնայում այս տափակ դեղցերից տեսանք, որոշեցինք վերցնենք կիլոն 4 եվրո է։ Այդ տափակ, չգիտեմ Հայաստանում ոնց են ասում, սա շատ քաղցր է ալում։ Հիմա այս սեզոնինը չգիտեմ իհարկե, վաղը հասնա երևի, եթե սեզոնի ժամանակ սա վերցնում եք, շատ համեղ է լինում, շատ քաղցր։ Սա եմ վերցրել։ Այստեղ անձեռոցիկները վերջին րոպեին հիշեցի, արդեն ամուսնուս կասայում էր, հիշեցի, որ անձեռոցիկ չունենք, անձեռոցիկ եմ վերցրեմ, այսպիսի հաց։ Այստեղ ֆլան ենք վերցրել, այստեղ ինչ եմ վերցրել, այս պղպաղը կհալի, մանգոյի և կոկոսի, սպիտակ շոկոլադա, մանգո և կոկոս, նորություն էր ճիշտն ասած, ոնց որ, հա, ես չեմ տեսել մեզ մոտ, առաջին անգամ էի տեսնում, սա եմ վերցրել, փորձելու համար, սա դնեմ հիմա սարցախցիկ չհալի, առանց այդ էլ երկար ճանապարհ ենք եկել, մոտ 15 րոպե։ Այստեղ այսպիսի կոնֆետներ եմ վերցրել, 0% ասուկան առանց շաքարի են, սա իմբիրով է, և սա էլ լիմոնու անանուղ։ Այստեղ այսպիսի պարկով սոխ եմ վերցրել մի անգամից, նայեցի կոնը մեջը մի քիչ փոքրերը լինի, չեմ սիրում, որ մեծն է լինում, ես շատ սոխ չեմ օգտագործում, չեմ սիրում շատ ճաշերի մեջ էլ, դրա համար ինձ ավելի հարմար է փոքր սոխը վերցնել, միայն տոլմայի համար մեծը պետք է գալիս։ Այսպիսի պարկով նարինջ եմ վերցրել, մանր է, բայց տեսեք կեղևը շատ բարակ է, սա ավելի հարմար է, հյութը ավելի շատ է, ինձ պետք է հյութը, մոտավորապես 2 կիլո նարինջ է պետք, տիրամիսուն նարինջով եմ որոշել, կամ կտեսնեմ, երևի նարինջով կպատրաստեմ, և ելակով նա շատ համեղ ստացվում և նարինջովը, երևի այս անգամ նարինջով կպատրաստեմ, անցած անգամ ելակով էի պատրաստել, մոտ 2 կիլո նարինջ հարկավոր է լինելու, նարինջի հյութ իհարկե, սա եմ վերցրել, և այստեղ էլ այսպիսի ժավել եմ վերցրել, պարֆումով մի փոքր, պարֆումացրած, բայց ժավելի հոտը միևնույնը գալիս է, պետք է գալիս է էլ եմ վերցրել, և կոնֆետներից էվկալիպտի, ես նոր տեսա, որ երկուսն էլ էվկալիպտ ենք վերցրել, բայց ոչինչ, հարմացնող ավելի, սա երկուսն էլ էվկալիպտ է ու մենթոլ, Սիրելիներս, այսօր այսքանն էին մեր գնումները, երևի վլոգն էլ այսքանով վերջացնեմ, հուսով եմ ձեզ դուր եկավ, եթե ձեզ դուր եկավ, չմոռանաք լայքել, ինձ շատ հաճելի է, ոգևորող է և մոտիվացնող։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ ձեր բաժանորդագրվելու և լայքերի, կոմենտների համար։ Սիրում եմ ձեզ բոլորիդ ու ձեզ ասում եմ, մնացեք բարյավ և խաղաղ։